Լրատվական ռադիոն եւ Ջավախքին աջակցություն հիմնադրամը ներկայացնում են Երկիր Զաբախա Փոքրիկ երկրի մեծ մարդիկ Հինգշաբթի 16:20 ուրբաթ 12:20 Բարև ձեզ սիրելի ռադիոընկերներ, եթերում է Երկիր Զաբախա հաղորդումը, ես Վահե Սարգսյանն եմ։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է ականավոր բանասեր, բանագետ, հայկական ՍՍ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արամ Ղանալանյանին։ Երջանկայիշատակ Արամ Ղանալանյանի կյանք եւ գիտական գործունեությունն այսօր ձեզ կներկայացնենք անվանի հայագետի թոռան, Նորավանք գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի փորձագետ Տիգրան Ղանալանյանի հետ միասին։ Բարև ձեզ Տիգրան։ Բարև ձեզ։ Տիգրան, կուզենայի մեր ունկնդիրներին հիշեցնել, որ ձեր մորական պապը եւս հանդիսանում է մեր ազգի հպարտությունը, նա ժողովրդական ճարտարապետ, մեր բոլորիս կողմից սիրված Ռաֆայել Իսրայելյանն է։ Հասկանալի է, որ եւ հպարտություն է լինել այս երկու մեծատաղանդ ազնվորությունների շարավիղը եւ պարտավորեցնող։ Եվ այսպես անդրադառնանք ձեր հայրական տոհմին, Ախալցխայի նշանավոր գերդաստան, Ղանալանյանների գերդաստան, կպատմեք ձեր տոհմի մասին։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ նման նախաձեռնությամբ հանդես գալու, նման հաղորդաշար ստեղծելու համար։ Ղանալանյանները Կարինից Ախալցխա տեղափոխվել են 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո 1829-30 թվականներին։ Ղանալանյանների գերդաստանի մասին միակ քիչ թե շատ հավաստի սկզբնաղբյուրը Տիգրան Ղանալանյանի, Արամ Ղանալանյանի հոր կազմած տոհմածառն է։ Այն սկսվում է Ղազարոսից, որը ծնվել է Կարինում 1780 թվականին։ Նրա որդին Գևորգ Ղանալանյանը, Արամի պապը, եւս ծնվել է Կարինում 1822 թվականին։ Ախալցխայում հաստատվելուց հետո Ղանալանյանները բնակվել են Ռաբաթ թաղամասում։ Գևորգի որդին Արամ Ղանալյանի պապը Տիգրան Ղանալանյանը ծնվել է 1864 թվականին Ախալցխայում, ավարտել է Ախալցխայի Կարապետյան դպրոցը, այնուհետև ցանկացել է կրթությունը շարունակել Գևորգյան ճեմարանում, սակայն նյութական խնդիրներից դրդված չի կարողացել իրականացնել իր այդ ցանկությունը, բայց ձեռնամուխ է եղել, որ իր զավակները ստանան լավ կրթություն եւ նրա զավակներից Անահիտը հայոց լեզվի մասնագետ էր եւ դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն։ Մյուս քույրը Արամ Ղանալանյանի Արուսյակը եղել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի հիմնադիրներից մեկը, կենսաբանական գիտությունների թեկնածու եւ երկար տարիներ դասավանդել է համալսարանում։ Արամ Ղանալանյանի փոքր եղբայրը Հովհաննես Ղանալանյանը եղել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր 1946-ից 1977 թվականներին Վալերի Բիրուսովի անվան ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ։ Ղանալանյանների գերդաստանի հետ է կապված նաև մեկ այլ նշանավոր բանասերի, ռուսաց լեզվի ճանաչված մասնագետ, գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, երկար տարիներ պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, Երևանի ռուս-հայկական սլավոնական համալսարանի հիմնադիր ռեկտոր Լևոն Մկրտչյանի անունը, որը Տիգրան Ղանալանյանի եղբոր թոռն է։ Արամ Ղանալանյանի քեռու որդին ավիակոնստրուկտոր, գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արտեմ Հարություն Տեր Մարգարյանն է, որը աշխատել է ԽՍՀՄ-ի ավիացիոն արդյունաբերության բնագավառում, եղել է ԽՍՀՄ պետպլանի նախագահի տեղակալը։ Հիրավի մեծ գերդաստանի մասին ենք խոսում այսօր։ Տիգրան, անդրադառնանք Արամ Ղանալանյանին։ Անվանի գրականագետ, բանասեր, բանահավաք, ծնվել է 1909 թվականին Ախալցխայում։ Ռադիոլսողին կհետաքրքրի ձեր պապիկի մանկությունը, որտեղ է դպրոց հաճախել, ինչպիսի հիշարժան դեպքեր կպատմեք Ղանալանյանի մանկությունից եւ ընդհանրապես ինչ հիշողություններ կան կապված Ախալցխայի հետ։ Այո, Արամ Ղանալանյանը ծնվել է 1909 թվականի փետրվարի 12-ին Ախալցխայում, իդեպ այս տարի լրանում է նրա ծննդյան 105-ամյակը։ Նա շատ է սիրել իր հարազատ քաղաքը, չնայած փաստորեն այստեղ այնքան էլ երկար ժամանակ չի ապրել։ Մանուկ ժամանակ նախընտրած զբաղմունքներից է եղել իր ընկերների եւ Հովհաննեսի եղբոր հետ փոսխով գետում լողանալը։ Ավագ քույրը Արուսյակը սիրել է եղբայրներին տանել Ախալցխայի քաղաքային այգի, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ախալցխայում Արամ Ղանալյանը ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը։ Այստեղ իր դպրոցական ընկերներից է եղել ապագա նշանավոր հնագետ Կարո Ղաֆադարյանը։
1918 թվականին թուրքական հարձակումից հետո, որի դեմ ինքնապաշտպանությանը իդեպ ակտիվորեն մասնակցել է Տիգրան Ղանալանյանի եղբայրը Հովհաննեսը, Ղանալանյանները ստիպված տեղափոխվել են Թիֆլիս, որտեղ մնացել են մի քանի տարի։ Այստեղ Արամ Ղանալանյանը հաճախել է թիվ 72 աշխատանքային դպրոցը, որը նույնպես փայլուն կերպով ավարտել է Թիֆլիսում, եւ այստեղ նրա դպրոցական ընկերներից է եղել Ռաֆայել Իսրայելյանը։ Դրանից հետո Ղանալանյանները վերադառնում են հայրենի Ախալցխա։ Դպրոցական տարիների հետ կապված կուզեմ պատմել Հովհաննես Ղանալանյանի հուշերից մի դրվագ, երբ Ղանալանյանները ընտանիքով տեղափոխվում են Թիֆլիս եւ Հովհաննեսը 7-8 տարեկան էր, Անդրանիկը գալիս է Թիֆլիս եւ իջևանում Հովհաննես Թումանյանի մոտ եւ մի անգամ ընդունելություն է կազմակերպվում, ժողով ավելի ճիշտ, եւ Հովհաննես Թումանյանն է ելույթ ունենում Անդրանիկի մասին, այստեղ սրան մասնակցում էր նաեւ Հովհաննես Ղանալանյանը եւ մյուս աշակերտները դպրոցի, եւ ամբողջ ժողովուրդը գոչում է կեցե Անդրանիկը մեր փրկիչը եւ հարյուրավոր գլխարկներ են օդ նետվում, Հովհաննեսը նույնպես իր գլխարկը օդ է նետում, որը խառնվելով մյուսների հետ կորչում է, երբ գալիս է տուն եւ հարցնում են տանը թե ուր է քո գլխարկը, պատմում է եղելությունը եւ հայրը ի պատասխան ասում է թե Անդրանիկը իր գլուխն է ժողովրդի զոհասեղանին դրել, դու էլ քո գլխարկը եւ ավելացնում լավ ես արել մանչես։ Այո, սա Արամ Ղանալանյանի եղբոր Հովհաննես Ղանալանյանի հետ կապված հետաքրքիր դրվագ է, այո։ Տիգրան, ի՞նչն է եղել այն նախահիմքը, որ դրդել է Արամ Ղանալանյանին զբաղվելու հայագիտական հարցերով։ Նա ընդունվել եւ 31 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, հետագայում աշխատել եւ իր գիտական գործունեությունն է ծավալել մի շարք գիտական հաստատություններում եւ այլն։ Ղանալանյանների հետաքրքրությունները հայագիտության նկատմամբ փոխանցվել են գենետիկորեն, թե այդուհանդերձ այլ դրդապատճառներ եւս կան։ Ես ինչու եմ հիշադակում գենետիկայի մասին, քանի որ Արամ Ղանալանյանի եղբայրը, ինչպես նշեցինք, պատմեցինք արդեն, նույնպես անվանի գրականագետ Հովհաննես Ղանալանյանն է, որին մենք անպայման կնվիրենք մեր հաղորդումներից մեկը։ Այսօրվա մեր հյուրի Տիգրան Ղանալանյանի գիտական հետաքրքրությունները կարծես թե նույնպես այդ ուղղությամբ են։ Երևի թե առաջին հերթին մեծ դեր է խաղացել ընդհանրապես կրթության եւ հայագիտության նկատմամբ Տիգրան Ղանալանյանի ունեցած վերաբերմունքը, չնայած ինքը այսինքն հոր Արամ Ղանալանյանի հոր Չնայած ինքը գիտությամբ չի զբաղվել, բայց շատ է հետաքրքրվել հայագիտությամբ, գրասեղանին միշտ դրված են եղել Ռաֆու եւ Պատկանյանի նկարները, նաեւ շփվել է իր հայրենակից ականավոր հայագետների հետ, Ախալցխայի իրենց տանը հյուրընկալվել են Հակոբ Մանանդյանը, Ստեփան Մալխասյանցը, Տիգրանը փորձել է հայրենասիրական ոգով դաստիարակել իր զավակներին, օրինակ Հովհաննես Ղանալանյանը իր անտիփուշերում մեծ ոգևորությամբ է ներկայացնում, թե ինչպես հայրը Տիգրան Ղանալանյանը մի ուխտագնացության է գնացել Սուրբ Կարապետ, թե ինչպես են քրդական զինյալները փորձել հարձակվել նրանց վրա, սակայն երբ տեսել են, որ զինված են, նահանջել են։ 1912 թվականին Տիգրանը իր ընտանիքին տարել է անի, տեսնելու երբեմնի հայոց հրաշագեղ մայրաքաղաքը, չնայած այդ ժամանակ եւ Արամը եւ Հովհաննեսը շատ փոքր են եղել, սակայն նման դրվագները անշուշտ ազդել են նրանց աշխարհայացքի կայացման վրա։ Կարևոր դեր են կատարել նաև անձամբ Արամ Ղանալանյանի հետաքրքրությունները, որոնք, եթե կարելի է այդպես ասել, նա նաև փոխանցել է իր կրտսեր եղբորը։ Առանձնապես բանագիտության խնդիրներով Արամ Ղանալանյանի զբաղվելու մեջ մեծ է եղել նրա ուսուցչապետ, նրա սիրելի ուսուցչապետ Մանուկ Աբեղյանի դերը, որը համալսարանում դաս վանդելիս հերթական դասից հետո մոտեցել է Արամին եւ առաջարկել, որպեսզի նա զբաղվի բանահյուսությամբ, միաժամանակ նշելով, որ դա շատ բարդ եւ աշխատատար մի աշխատանք է, սակայն Արամ Ղանալյանը նույնպես մինչ այդ էլ հետաքրքրվելով բանահյուսությամբ ոգևորությամբ ընդունել է այդ առաջարկությունը եւ առաջին հերթին Աբեղյանի խորհրդով կազմել է բանահյուսության մատենագիտություն, որը հետագայում իր աշխատանքներում մեծապես օգտնել է իրեն։ Տիգրան, անդրադառնանք Արամ Ղանալանյանի գիտական վերելքի տարիներին։ Ստալինյան ծանր մի ժամանակահատված, երբ ամեն մի փոքր վրիպումը կարող էր կյանք արժենալ։ Հետո պայթեց մեծ հայրենականը, ահա հենց այս տարիներն էր, որ մեկը մյուսի հետևից սկսեցին ծնվել Ղանալանյանի արժեքավոր գործերը։ Կպատմեք, թե որտեղ է աշխատել նա այս ընթացքում, ինչպիսի դժվարություններ է կրել բռնաճնշումների տարիներին։
Համալսարանը ավարտելուց հետո սկսել է դասավանդել դպրոցում, սակայն 1 տարի անց Ցոլակ Խանձադյանի եւ Կարապետ Մելիք Օհանջանյանի օժանդակությամբ ընդունվել եւ 1932-37 թվականներին աշխատել է Հայաստանի կուլտուրայի պատմության եւ գրականության ինստիտուտներում։ Հենց այս ժամանակ էլ 1936 թվականին ամուսնացել է իր համակուրսեցի Այծեմնիկ Սեփոյանի հետ, որը ծայրաստիճան նվիրված լինելով ամուսնուն եւ ընտանիքին կարևոր դեր է կատարել Ղանալանյանի գործունեության մեջ, բոլոր առօրյա հոգսերից ազատելով նրան, որպեսզի իր թանկարժեք ժամանակը նա կարողանա արդյունավետ կերպով օգտագործել գիտության մեջ նորանոր նվաճումներ կատարելու համար։ 1937-43 թվականներին եղել է ավագ գիտական աշխատակից ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի գրականության եւ լեզվի ինստիտուտում։ Միաժամանակ զբաղվել է դասախոսական գործունեությամբ 1934-51 թվականներին կարդացել է հայ ժողովրդական բանահյուսության դասընթաց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, Հեռակա մանկավարժական ինստիտուտում եւ Երևանի պետական համալսարանում։ Այդ ժամանակ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով քննադատության տակ էին հայտնվել մի շարք մեծանուն համալսարանականներ, այդ թվում Մանուկ Աբեղյանը։ Ղանալանյանը ԵՊՀ-ում դասավանդել է 37-41 թվականներին, համալսարանից հեռացել է այն պատճառով, որ ռեկտորը ասել է, թե ընկեր Ղանալանյան դասերի ժամանակ մեկ-մեկ քննադատեք Աբեղյանին, ինչին Ղանալանյանը պատասխանել է, թե ես բանահյուսություն դասավանդելու համար եմ համալսարանում, ոչ թե իմ սիրելի ուսուցչին քննադատելու։ Այդ ասելուց հետո Ղանալանյանը ռեկտորի աշխատասենյակի դուռը շրխկացնելով փակել է ինչպես բառի բուն, այնպես էլ փոխաբերական իմաստներով։ Հայաստանի ակադեմիայի կազմավորումից հետո 1943 թվականին նա նշանակվել է Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության սեկտորի վարիչ եւ այդ պաշտոնը վարել մինչեւ 1959 թվականը։ Դրանից հետո ավելի շատ ջանք բուն գիտական աշխատանքին նվիրելու նպատակով հրաժարվելով պաշտոնից մինչեւ իր մահը 1983 թվականը եղել է նույն բաժնի ավագ գիտաշխատող։ Ընդհանրապես խորհրդային կարգերի նկատմամբ Արամ Ղանալանյանը ուներ բացասական վերաբերմունք, երբեմն ինչպես նաև մեր ընտանիքի մյուս անդամները կոմունիստական կուսակցության անդամ չի եղել։ Այդ ժամանակ հենց 1937 թվականին խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել եւ 1 ամիս հալածանքների էր ենթարկվել հայրը Տիգրան Ղանալանյանը, այն բանին, որ ախալցխացիների շրջանում տարածված էին ոսկե եւ այլ զարդերը, որով ախալցխան մեծ հռչակ էր վայելում, տեղյակ էին նաեւ բռնությունների կազմակերպիչները, որոնք այդ պատրվակով բազմաթիվ ախալցխացիների էին բռնությունների ենթարկում։ Չխուսափեց նաև Տիգրանը, չնայած իրենց մոտ ոսկեղեն չկար, այնուամենայնիվ 1 ամիս փակի տակ պահվելուց եւ հալածանքների ենթարկվելուց հետո վերջնական հարցաքննության ժամանակ պատասխանելով ոսկիները հանձնելու վերջագրին նա ասել էր, թե իմ ամբողջ ոսկեղեն հարստությունը այժմ Երևանում է, գտնվում դա իմ տղաներն ու աղջիկներն են, որոնց մի մասը սովորում է համալսարանում, մի մասն էլ դասավանդում է, դրանից հետո քննիչը ստիպված ազատ է արձակել Տիգրան Ղանալանյանին։ Ինքը Ախալցխայում էր ապրում, մինչև իր մահը, մինչև 49 թվականը Ախալցխայում է ապրել Տիգրան Ղանալյանը, հայրը Արամ Ղանալյանի, եւ մի բան էլ սրա վերաբերյալ կուզեի ասել, այդ ժամանակաշրջանի 46-48 թվականների մեծ հայրենդարձության վերաբերյալ Արամ Ղանալյանը ընդհանրապես բոլորի հետ լինելով շատ հարգալից, բարացակամ, տանել չէր կարողանում որևէ թեկուզ ամենափոքր բացասական վերաբերմունք հայրենդարձների նկատմամբ, միակ խնդիրը, որ կարող էր նրան հունից հանել եւ ստիպել շատ կոպիտ ու կտրուկ վերաբերմունքի արժանացնել դիմացինին, դա համահրական աղբար բառներ կամ հայրենդարձների նկատմամբ այլ բացասական վերաբերմունք։ Հետաքրքիր է շատ։ Տիգրան, խոսենք նաեւ Ղանալանյանի գիտական աշխատանքների մասին, հայ շինականի երգերը 1937 թվական, հայ ժողովրդական բանահյուսության պրակները 45-46 թվական, որոնք հրաշալի ուսումնական ձեռնարկներ էին բուհերի համար, հայ ժողովրդական հեքիաթներ 50 թվական, հայկական առածանի 51, որը 9 տարի անց 60 թվականին ելնելով հասարակական մեծ պահանջարկից ունեցավ իր երկրորդ հրատարակությունը, առածանին 1960 թվական, ավանդաբադում 69 թիվ, սրանք աշխատանքներ են, որոնց շնորհիվ հայ ժողովուրդն առավել մոտեցավ իր արմատներին, հաղորդակցվեց դարերի խորքից եկող իր արժեքների հետ։ Ես կուզեի այստեղ առանձնացնել հատկապես ավանդաբադում կոթողային աշխատանքը, որտեղ ի թիվս այլ գավառների գտնում ենք նաև Ղանալանյանի հայրենի Ախալցխայի, հարևան Ախալքալակի
եւ այլ գավառներում տարածված ժողովրդական բանահյուսության այնպիսի նմուշների հետ, որոնք միգուցե անհետ կոր չէին, եթե չլիներ Ղանալանյանի միջամտությունը։ Հայ շինականի աշխատանքի երգերը նրա առաջին խոշոր գործն էր, որի դեռևս անտիպ տարբերակի համար 1935 թվականին արժանացել է Մելքոնյան ֆոնդի մրցանակի։ Հայ ժողովրդական բանահյուսության պրակները ստեղծվեցին դասախոսական գործունեության արդյունքում։ Նա համակարգելով առկա նյութերը, իր հետազոտությունները ստեղծեց աշխատանք, որը լավագույնս ծառայեց որպես ժողովրդական բանահյուսության բուհական դասագիրք։ Ու բանասերները նշում են, որ մինչև այժմ էլ գրեթե կարելի է կիրառել, բուհական դասընթացներում։ Հաջորդ իսկապես հսկայածավալ գործը հայկական առածանի աշխատանքն էր, որը ընդգրկում էր հայ ժողովրդական իմաստությունների ասութաբանական ժառանգությունը, առածներն ու ասացվածքները։ Հայ իրականության մեջ առաջին անգամ էր իմի բերվում դարերի միջով անցած իմաստուն ասույթների հսկայական ժառանգությունը։ Այս գործը մեծագույն հասարակական հետաքրքրություն առաջացրեց, ինչպես նշեցիք։ Այստեղ նա օգտագործեց նաև հայրենի Ախալցխայում հավաքված նյութը, որը իր խնդրանքով մասամբ իրականացրել էր հայրը Տիգրան Ղանալանյանը։ 1951 թվականին գրքի հրատարակումից հետո հեղինակը շարունակելով աշխատել դրա վրա, դասակարգման մեջ որոշ մեթոդական փոփոխություններ մտցնելով, գումարելով առածների թեմատիկ ուղեցույց, համալրելով դրանք նոր նյութով հրատարակեց 1960 թվականին։ Երրորդ խոշորածավալ գիտական աշխատանքը, որի իրականացմանը ձեռնամուխ է լինում Ղանալանյանը, ավանդապատումն էր, որը իրենց ներկայացնում էր հայկական ավանդույթների բնագրերի գիտական համահավաք, ենթարկված պատմաբանասիրական մանրամասն քննության։ Այստեղ կատարելով նաև խնդրի տեսական մշակումը, Արամ Ղանալանյանը կարևորում էր ավանդույթների ոչ թե գեղարվեստական կողմը, այլ առաջին հերթին համապատասխան աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական եւ այլ կարգի տեղեկություններն ու գիտելիք հաղորդելը։ Կարևոր գիտական խնդիրներից էր նաև դրանց տեսակների որոշումը, այսպես հեղինակը ավանդույթները բաժանեց 3 հիմնական խմբերի՝ ստուգաբանական, բացատրական եւ վարքաբանական։ Ավանդապատումը լույս տեսավ 1969 թվականին, իսկ նրա ռուսերեն թարգմանված տարբերակը 1979 թվականին։ Տիգրան, Արամ Ղանալանյանն զբաղվել է նաև հայ դասականներով, Բրոշյան, Աբովյան, Իսահակյան, Թումանյան, Նալբանդյան, Սայաթնովա։ Ընդ որում Ղանալանյանը գրականության այս երևելիների գործերը գիտական քննության է ենթարկել բոլորովին նոր տեսանկյունից։ Նա առաջինն էր, որ հրապարակի վրա հանեց հայ գրականության եւ ժողովրդական բանահյուսության այս փոխառնչություններին առնչվող մի շարք հիմնարար աշխատանքներ, որով եւ հայ իրականության մեջ դարձավ գիտության այս ուղղության հիմնադիրը։ Ղանալանյանը գրառել է եւ Մանուկ Աբեղյանի, Կարապետ Մելիք Օհանջանյանի եւ ուրիշների հետ կազմել Սասնա ծռեր էպոսի համահավաք այս տեքստերի առաջին մեծածավալ հատորները։ Նա հետագայում մեծագույն նվիրումով անդրադարձել է նաև իր ուսուցչի մեծանուն գիտնական Մանուկ Աբեղյանի գործերի արժևորման խնդրին, հրատարակել այս ուղղությամբ մի շարք գործեր։ Հավելենք նաև, որ Ղանալանյանն անդրադարձել է մեկ այլ մեծանուն հայագետի Սրվանցյանի գիտական ժառանգության քննման խնդրին։ Կցանկանայի, որ ռադիո լսողներին ներկայացնեիք նաև Ղանալանյանի գիտական ժառանգության այս մասը եւս։ Ուրեմն շարժվելով ժամանակագրությամբ սկսեմ վերջից, քանի որ Սասնա ծռեր էպոսի համահավաքը նախորդում էր գեղարվեստական գրականության եւ բանահյուսության կապերի ուսումնասիրությանը, Սասունականի հազարամյակն էր մոտենում եւ երիտասարդ Արամ Ղանալանյանին վստահվեց Մանուկ Աբեղյանի եւ Գևորգ Աբովի հետ միասին կազմելու Սասունցի Դավիթ համահավաք բնագրի ստեղծումը, որը պետք է ասել չափազանց պատասխանատու հանձնառություն էր։ Այստեղ օգտագործվեցին նաև Ղանալանյանի 1930-ական թվականներին բանահավաքչական գործունեության արդյունքները։ Իդեպ դրանից հետո արդեն 1950 թվականին Ղանալանյանը կատարեց մեկ այլ հիշարժան գործ, կազմեց եւ հրատարակեց հայ ժողովրդական հեքիաթներ ծավալուն հատորը, որը ինչպես բանագետ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Սարգիս Հարությունյանն է նշում, խորհրդային Հայաստանում հրատարակված հեքիաթների առաջին ժողովածուն էր եւ որի առաջաբանում մեզանում առաջին անգամ տեսականորեն քննվում են հայկական հեքիաթների երկու կարևոր տեսակներ՝ հրաշապատում եւ իրապատում հեքիաթների ժանրային ու տիպաբանական
հատկանիշները։ Հետո ռուսերեն կարծեմ թարգմանվեց, չէ՞, նաև այդ ժողովածուն։ Ինչպես ձեր հարցում նկատեցիք, Արամ Ղանալանյանի գիտական ժառանգության կարևորագույն հատվածներից մեկը հայ բանահյուսության եւ գեղարվեստական գրականության կապի ու փոխառնչությունների խնդրի առաջադրումն ու իրականացումն էր։ Այս խնդրով նա սկսեց զբաղվել 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը։ Առաջնեկն այդ ուղղությամբ դառնում է 1938 թվականին տպագրված Պրոշյանը եւ ժողովրդական բանահյուսությունը գրքույկը։ 83 թվականին մեծ գիտնականը հեռացավ կյանքից, հետմահու դեռ 80-ական թվականներին, եթե չեմ սխալվում, հրատարակվեցին նրա մի քանի գրքերը։ Ինչպիսի ծրագրեր մնացին կիսատ, կուզենայի անդրադառնանք նաև նրա հետագա դոկտորական դիսերտացիայի նա ակադեմիկոսի կոչում ստացավ, ավարտելով, ամփոփելով այս մասը, անդրադառնանք նաև հետմահու նրա թողած ժառանգությանը, այսինքն դեռևս անտիպ ժառանգության մասին է խոսքը, որոնք սպասում են իրենց երկունքին, խնդրեմ։ Ուրեմն նրա մահվանից հետո 1983 թվականից հետո 2 տարի անց 1985-ին լույս տեսան դրվագներ հայ բանագիտության պատմության եւ հայ գրականությունը եւ բանահյուսությունը աշխատանքները, որոնք բանագիտության եւ հայագիտության պատմության մեջ կարևոր ներդրում էին։ Երկու մեծածավալ մենագրություններ էր ձեռնարկել Ղանալանյանը, որոնք կիսատ մնացին, մեկը դա 19-րդ դարի հայ գրականությունն ու ժողովրդական բանահյուսությունը եւ երկրորդը երգիծապատումը, որը պիտի լիներ հայ ժողովրդական երգիծական մանրապատումների գիտական համահավաքի կազմումը։ Կուզեմ հավելել, որ Ղանալանյանի գիտական գործունեության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում նաև խմբագրական գործունեությունը։ Պետք է նշել, որ 1965-83 թվականներին նա եղել է պատմաբանասիրական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալը։ Եթե չեմ սխալվում, մինչև մահը նա Այո, մինչև 65-ից 83 թվականները եղել է խմբագրի տեղակալը եւ նպաստելով հանդեսի մակարդակի եւ գիտական հեղինակության բարձրացմանը։ Նաև պետք է նշել, որ Ղանալանյանը զբաղվել է գիտական կադրերի պատրաստման աշխատանքով, ղեկավարելով բանագիտության վերաբերյալ ասպիրանտական աշխատանքներ, նրա ղեկավարությամբ են գիտության մեջ իրենց առաջին քայլերը կատարել ոլորտի ճանաչված մասնագետներ Էմանուել Բիվազյանը, Սարգիս Հարությունյանը, Արուսյակ Սահակյանը եւ այլոք։ Կարևորելով գիտական գործունեությունը եւ իր բնավորությամբ լինելով բավականին համեստ մարդ, Արամ Ղանալանյանը չէր ձգտում կոչումներ ստանալ եւ չնայած դրան 1965 թվականին նա ընտրվեց Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, այդ ժամանակ լինելով գիտությունների թեկնածու, 1967 թվականին նրան շնորհվեց հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, ավելի ուշ միայն 1970 թվականին ավանդապատում հրատարակված աշխատության հիման վրա նա ստացավ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ներողություն եմ խնդրում, ես այստեղ կուզենայի առանձնացնել նրա այդ համեստությունը, այսինքն նա գիտության վաստակավոր գործիչ լինելով դեռևս ուշադրություն չի դարձրել իր դիսերտացիաներին, ատենախոսություններին, այսինքն կոչումները դոկտոր, պրոֆեսոր նրան այնքան էլ չեն մտահոգել, առաջնային տեղ է հատկացրել հատկապես իր ահռելի բանահավաքչական, գիտական գործունեությանը, դասախոսական եւ այնուհետև կարծես թե իր կյանքի արդեն դեպի մայրամուտ ընթացող ճանապարհին է նա արդեն դոկտորականի իր հարցերով զբաղվել։ Այո, եւ դրանից հետո արդեն 77 թվականին ընտրվել է ակադեմիկոս եւ կարող եմ ասել, որ այս թղթակից անդամ եւ ակադեմիկոս ընտրվելում ավելի շատ նրա գործընկերներն էին նրան մղում, որ թեկնածություն դնի, որպեսզի ընտրվի, օրինակ կարող եմ նշել իր ասպիրանտ եւ նաև մտերիմ ընկեր, գործընկեր Էմանուել Բիվազյանը մասնավորապես եւ մյուս գործընկերները։ Նաև խոսելով Արամ Ղանալանյանի գիտական ժառանգության բանահյուսության եւ գեղարվեստական գրականության փոխառնչությունների մասին, կուզեմ հավելել, որ նշանավոր աշխատանքներից էր այս ոլորտում 1955 թվականին լույս տեսած Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները մենագրությունը, որը արժանացավ վարպետի բարձր գնահատականին եւ այս առնչությամբ էլ
Մարտիրոս Սարյանը ասել էր, թե այսպիսի գործին իր նկարած Իսահակյանի նկարը կսազեր եւ դրան էլ Հովանես Ղանալանյանը եղբայրը, որը Իսահակյանագետ էր նույնպես եւ դրանից որոշ ժամանակ առաջ հրատարակել էր Իսահակյանին նվիրված աշխատություն, պատասխանել էր, թե այդ նկարը արդեն իր գրքում է հրատարակվել, հոմ ամենտեղ նույն նկարը չի լինելու։ Ապա պետք է նշել, որ շարունակեց Արամ Ղանալանյանը գեղարվեստական գրականության եւ բանահյուսության փոխառնչությունների ոլորտը եւ 63 եւ 64 թվականներին լույս տեսան համապատասխանաբար Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները, ինչպես նաեւ Թումանյանը եւ ժողովրդական բանահյուսությունը աշխատանքները։ Եվ այս Սայաթ-Նովայի վերաբերյալ աշխատանքը մեծ հավանության էր արժանացրել Պարույր Սևակը, որը նույնպես զբաղվում էր գիտական ուսումնասիրությամբ Սայաթ-Նովայի ժառանգությամբ։ Կարծեմ հենց Պարույր Սևակի դոկտորական ատենախոսությունը վերաբերում է երբ է ծնվել Սայաթ-Նովան, արժեքավոր աշխատություն։ Եվ շատ արժևորել էր, որ նա գտել է ժողովրդական ակունքները, քանի որ տարածված կարծիք կար, որ արևելյան մոտիվներով եւ հայկական ընդհանրապես մշակութային ոլորտից փոքրինչ դուրս է գտնվում Սայաթ-Նովան, սակայն այս աշխատանքը այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ եւ ինչպես նշել եք, նաեւ կարևոր դեր կատարեց Ղանալանյանը հայագիտության ուսումնասիրության, հայագիտության պատմության ուսումնասիրության մեջ, մասնավորապես իր ոլորտում բանահյուսության պատմության ուսումնասիրության մեջ, այստեղ նա երկու կարևոր աշխատանքներ հրատարակեց Գարեգին Սրվանձետյանցի եւ Մանուկ Աբեղյանի կյանքի եւ գործունեության վերաբերյալ։ Եթե չեմ սխալվում, ինքը նաև խմբագրել է Մանուկ Աբեղյանի մի շարք աշխատանքներ, հետմահու հրատարակված։ Եվ նա շատ կարևորում էր, որպեսզի Մանուկ Աբեղյանի գործունեությունը, որը ինչպես նշեցի, որոշ այսպես եթե կարելի է ասել այդ շրջանում այդքան հարկի չէր եւ արժանվույնս մի շրջան գնահատված չէր եւ այս իր արժանի տեղը հայագիտության մեջ զբաղեցնելու գործում իր լուման ներդվեց նաև Արամ Ղանալանյանը։ Այսինքն անշեղորեն նվիրվել էր մինչև իր կյանքի վերջ, անգամ այն դաժան տարիներին իր մեծ ուսուցչին եւ պատմությունը ցույց տվեց, որ նրա այդ նվիրումը լիովին արդարացված էր։ Շնորհակալություն Տիգրան մեզ հյուրընկալելու համար։ Հարգելի ռադիոընկերներ, դուք լսում եք լրատվական ռադիոն, եթերում Երկիր Զաբախը հաղորդումն էր, տաղավարում ձեզ հետ էի ես Վահե Սարգսյանես եւ Նորավանք գիտագրական հիմնադրամի հայագիտական կենտրոնի փորձագետ, մեծանուն հայագետ ակադեմիկոս Արամ Ղանալանյանի թոռ Տիգրան Ղանալանյանը։ Ջավախքի մեծերի շարքում մենք այսօր ձեզ ներկայացրեցինք մեծանուն հայագետ, բանասեր, բանագետ, ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արամ Ղանալանյանին։ Ճանաչենք մեր մեծերին եւ նրանց մեջ որոնենք մեր տեսակի շարունակականության բանալին։ Կհանդիպենք հաջորդ հինգշաբթից, տեսություն։